Բարի լույս իմ լավ ժողովուրդ, բարի լույս, բարի օր, բարի երեկո, չգիտեմ որտեղ ինչ ժամ է, ձեր Անահիտը դուրս եկավ և ուշացումով մի քիչ, ուրեմն սիրելիներս եւս մեկ անգամ ուզում եմ հենց բլոգի մեջ շնորհավորեմ մեր 2 ամյակը, մեր ալիքի 2 ամյակը, գիտեք սրանք բառեր չեն, սրանք ուղղակի ինչ ասեմ, հոգուց դուրս եկած ջերմություն, որ ես զգում եմ, թե դուք ոնց եք ինձ տալիս։ Ես այնքան եմ ուրախանում, երբ որ ես տեսնում եմ ձեր կոմենտները ու կարդում եմ ու անգամ զարմանում, ասում եմ, անգամ բանաստեղծս են շեր գրի։ Ես ուրախ եմ, որ շրջապատված եմ գրագետ, խելացի, առաքինի, կանանցով և խելոք տղամարդկանցով։ Ես գիտեմ, որ նաև նայում են ամուսինները ձեր, հարգանքներս բոլոր տղամարդկանց, ովքեր իրենց գեղեցիկ ժամանակը չեն խնայում և նայում են Անահիտ բլոգը։ Ուրախ եմ, սիրելիներս, անչափ ուրախ եմ և կհավատաք նորմալով մեր ծննդյան տարեդարձը փետրվարի 29-ին է։ Բայց քանի որ փետրվարի 29-ը 4 տարին մեկ է, ես 28 եմ ասում, հետո արդեն Աստված առաջ առողջ լինենք, առողջ մնանք և ամեն տարի նշենք։ Գիտեք ժողովուրդ, ամենակարևորն էս կյանքում երբեմն մարդիկ ասում են փող ունենամ, միլիոններ ունենամ, գոհ մնացողը 0 եվրոյով էլ է գոհ մնում, գոհ չմնացողը միլիոնով էլ գոհ չի մնում։ Դրա համար կան ավելի մեծ արժանիքներ, որ փոքրիկ ինչ-որ մի բանով ուրախանանք։ Եվ գիտեք ամենակարևորը որը, որ մեկս մեկիս ուրախացնում ենք։ Անգամ ես ինչ ասեմ, բնական մարդ եմ, ես չեմ սիրում դերասանություն անել կամ զոռով ստից մտով կատակներ անել։ Այդ իմ մոտ բնական է ստացվում և իմ ընկերուհիները գիտեն և բոլորը գիտեն։ Ես կարող եմ այդ ժամանակ անգամ ինքս իմ վրա մի հատ բան ասեմ ու ծիծաղամ։ Դա ինձ թվում է գենետիկա է, մեր ընտանիքում դա եղել է և կա, և դուք դա նկատում եք, ես շատ ուրախ եմ։ Ես տեսել եմ շատերը կան, որ դնում են, ասենք, բեմեր են անում, սցենարներ են անում, իմ մոտ սցենար չկա, երեխեք ջան, Անահիտը չկա իմ մոտ, ամբողջ սցենարը նատուրալն է, ոնց կա, կանանչ խոտ, շաքարակագույն ավազ, շեկ մազեր և այլն բնական։ Գիտեք երեխեք, ամենակարևորը այս կյանքում լինել բնական և չխաղալ։ Կյանքը բնականաբար այսօր բոլորս ասում են կյանքը բեմ է, մենք բոլորս դերասան։ Այո, տեղագալի պիտի դերասանություն անես, օրինակ բան կա, որ իմ ներվերի վրա մեկ ազդում է, բայց լռում եմ, ասում եմ ժպտա, ոչինչ, այդ մարդը այդ ձևով է մտածում, ինքը այդ մարդն է, դա արդեն ինչ որտեղ դու դերասանություն ես անում, դու քեզ պահում ես, որ չպորտկաս, բայց գիտեք, որ դա դերասանություն, որ բոլորի հետ մենք, ոնց ասեմ, հարմարվում ենք, մենք խաղում ենք, չէ որ հարմարվենք, սա է, իսկ ինչ վերաբերում է, որ կան դերասան են, վաստակավոր հոլիվուդյան դերասաններ, որ այդ դերասաններն են, լացող դերասաններն են, որ բեմ են դուրս գալիս ու լացում, այդ այնց է կան շատ մարդիկ, որ բանում է տան, ինչա, սոցցանցերում լացում են ու լացում, բելա, մեկուց, երեխեք լացը բերում, այդքան մի լացեք, ժպտացեք անդան, այս են ժպտացեք։ Դե ինչ սիրելիներս, ինչ ասեմ, ձեզ ցանկանում եմ բարի օր, ձեր Անահիտը շկան դուրս եկավ գործի, աբսոլյուման տրամադրված չեմ, ասեմ չեմ խաբում, ժամը 6-ին եմ առավոտյան արտացել, չեմ կարողացել քնել և նենց էի արտացել, ոնց որ իմ համար արդեն մի 10 ժամ քնած լինեի, հետո ասեցի լավ մի տանջվի, վերկաց մի բան նայի հեռախոսով և ամենակարևորը ձեզ ասեմ, որ սիրելիներս, մեր մոտ երեք, ինչ ասեմ, գարուն էր, այսօր կիսա գարուն, կիսա ձմեռ, բայց վաղվանից տաք եղանակ են հաղորդում և ես շատ ուրախ եմ, որտեղ ունեմ հյուր, ասել եմ ձեզ և ավելի հաճելի է, երբ որ եղանակը տաք է։ Այդպիսի բան էր սիրելիներս, վաղն էլ վերջացնեմ տերասը, որտեղ տերասը ձեռս չի հասել այս կողմին, բերեմ այդ ամբողջը տեղավորեմ, բարձերը և այլն, որպեսզի իմ համար ավելի հեշտ լինի, միգուցե թե սուրճը կխմենք դրսում, վաղը չէ էլի, կիրակի հյուրս մի քիչ ուշ է գալու, կամ կարող է ժամը 4:30 կողմերը գա և հենց այդ ժամանակի սրճեք։ Հատանք բան
բաներ, դե լավ սիրելիներս, անջատեմ քույրս էր զանգում, մի հատ տեսնեմ ինչ ա ասում։ Այսօր ես պրեզենտացիա եմ անում իմ լավ մոտիկ, կարող եմ ասել ընկերուհի, որովհետև արդեն 24 տարի է ես ինչ սկսել եմ այս աշխատանքը, ինքը իմ հետ է, հավատարիմ անձնավորություն։ Գիտեք, ժողովուրդ, իմ համար այնքան կարևոր է այդ հավատարիմ լինելը եւ այսօր իրանց տունն եմ, բայց ասեմ ձեզ, որ հիմա հեսա հեռախոսը կզանգի, որովհետև աշխատում եմ ուշ հասնել տեղ, որովհետև գիտեմ, հենց գնում եմ, մարդ չկա։ Դրա համար շեֆ появляется последний момент, էլի, մոմենտիկ։ Ես լոտի սման ասա, դիմացը ֆուտբոլի ստադիոնն ասա, փոքրիկ վիլաժ է։ Կներեք զանգում էին, ահա եւ գնում ենք իմ լողի տունը։ Իր անունը Լորա է, Լորա, էլի, Հայաստանում ֆրանսերեն լողը, լողը, եյա վերջում գրվում, մեր մոտ ասում են լողա։ Ժողովուրդ չէ, եկել ինչքան շատ ժողովուրդ կա, ինչքան շատ ժողովուրդ կա։ Սիրելիներս, ձերանայի տշկան ավարտեց։ Լավ ցույց տանք մի քիչ մեր փոքրիկ վիլաժը։ Շատ լավ անցավ, շատ ուրախ, լավ ծիծաղացինք, լավ խոսացինք, վաղուց չենք տեսել իրար, վաղուց որն է վերջին անգամ երբ ենք տեսել իրար, սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, դրա համար այսենց պրեզենտացիաներն այնքան լավ է, որ այսենց փոքր տեղերում մարդիկ իրար հանդիպում են, խոսում են, առողջությունդ ոնց է, ինչ կա, մամատ ոնց է, պապատ ոնց է, իսկ նենց պատկերացրեք, այսենց մնում ես ու ոչ մեկի չես տեսնում։ Եվ սա ոնց որ ինչ ասեմ, ոնց են ասում, տալիս է ինչ-որ մի առիթ, որ մարդիկ մեկը մեկին հանդիպեն, սա է լավը, էլի։ Երեխեք, ես լրիվ մոռացել էի, որ ձեր համար, ես լրիվ մոռացել էի, ներող զանգում են, լրիվ մոռացել էի, որ ձեր համար պետք է ցույց տամ, պետք է դնեմ բլոգը, դնեի բլոգը, որովհետև քանիսն է ժամը արդեն մեր մոտ, 6-ն է։ Ահա սիրելիներս, մեր փոքրիկ վիլաժը։ Դուրս եկա սիրելիներս, գնում եմ տուն արդեն։ Այսօր մեսաժ էի ստացել, ընկերուհիս էր գրել, Անայի շնորհավորում եմ 2 տարի տարեդարձը YouTube-յան ալիքի եւ ծիծաղալով ասում, այ մարդես ինչ դանդաղ են գնում, այ ցավը տանեմ ասում, ավելի լավ է դանդը մեդլինը, բայց բան վերնը, ավելի լավ ասում է, ոնց են ասում, ֆրանսիացիք մի բառն են ասում են doucement, mais sûrement, հանգիստ, դանդաղ, բայց հաստատ, էլի, եւ ուրախ եմ 2 տարվա համար, սա մեծ ռեզուլտատ է, շնորհիվ ձեզ եւ մեծ հաղթանակ, այո, Գոհարը նոր կարծացի 2-ի մեսաժները Գոհարը գրել էր, բարև Գոհար ջան ականջողներ տա, գրել էր մեծ ջանքեր, գիտես Գոհար ջան, ջանքերը չեմ կարող ասել շատ հեշտ գործ է, որովհետև այդ մոնտաժը արդեն ամեն ինչ է, որ պիտի հավաքես դնես, էլի, բոլոր բլոգերները կհասկանան ինձ, մանավանդ ես եմ ամեն ինչն անում եւ ինչպես տեսնում եք իմ զբաղվածությանը, սիրելիներս։ Եթե ես բացեցի, ուրեմն ես պետք է մինչև վերջ տանեմ, եթե ելի եմ ձեզ ասում, պատճառներ չլինեն։ Աստվածտա ամեն ինչ նորմալ լինի, պատճառներ չլինի ու ամեն ինչը նորմալ անցնի։ Je n'ai pas compris, tu peux m'expliquer? Castagnette che vogliono, proprio se galline petiche. Castagnette c'est quoi? Ne venegresni, poco to voglini. Tu peux venir s'il te plaît? Et Pérou? Il a pas plu, moi je fais du bois. Oh si, il a plu vachement, il y avait une averse, je pensais aller faire les courses un petit peu. Demain tu iras l'acheter là. Et pourquoi tu es tout mouillé? Tourne. Ben oui. Tourne. Oh punaise, ils font de ça cartonné. Bayılır sirelineres. Selenayı da çıkan. Bu sekazı çantası terası. Eski olmayat makro mavlem. Հետո ասեմ են տեղասը նիկալ եղանակա, երեկվա ցուրտը, այսօրվա գարուն։ Երեք յուկն է ցուրտ էր երեխեք։ Ախավոր։ Այսօր առավոտյան ես արագ իջան, այսօր Կիրակի է մեր մոտ։ Սպասում ենք մեր բարեկամ հարազատին ավելի շուտ։ Հիմա ես մի հատ ստեղես մաքրեմ այս կողմը։ Ունես լավ եղանակա չես ուզում ներս տաս, ասեմ ձեզ։
բայց դե պիտի ներսնե գործեր ունեմ մի քիչ չհասցրեցի առավոտյան, որովհետև բաղված էի, պատվերներ արեցի ինտերնետով, ժողովուրդյան, ես պատկերացնում եք, ես հլը սենց սուղ վիճակ, որ ձեր համար մի քանի օրվա բլոգ չունենայի, չեր եղել մոտս, ես շատ հետ եմ ընգած ամեն ինչից, չեմ ուզում ինձ կուտուրեմ, տանջեմ, բայց այդ անտեր մնացած բնավորությունս, այդ պատասխանատվության զգացումն այնքան բարձր է, որ ինձ տանջում է երբեմն, բայց որոշել եմ փոխվեմ, որոշել եմ ամեն ինչը նայեմ մատների արանքով, չի ստացվում, ոչինչ, բայց դե ինչ արած, սա իմ հետ եկել է, իմ հետ էլ կգնա, երեխեք, հիմա գնանք մի հատ այն կողմի վրա, հələ մի հատ նայեք եղանակը, շուրտամ, լսեք, հրաշք, գնացինք այն կողմը, ժողովուրդյան եկա այս կողմի վրա, ես այստեղ արդեն պետք է վակար, սա կթողնեմ, որովհետև հələ ճանճեր չկան, էլի, երեխեք են որ մեկը գրել էր, ով էր գրել չեմ հիշում, լավ մեր հետևորդներից է, Անայի ջանում գնանք մեր ավելի մեր հետ գալիս այլակ է, դա մեջ ամեն բան չկա, ես ստեղ կա են երկար փետերով, բայց հեչ հարմար չէ երեխեք, ձերքերը սպանում է, կոտորվում, որոշել եմ մաքրեմ, մի քիչ վայել եմ դուրսը, այսօր Լայվիկը չի ցանկանում, որովհետև մի քիչ վախենում այս եղանակները խապուսի կա երեխեք, այսօր սենց լավ եղանակը, կեզ թումա թե լավ եղանակը, մրսում ես, դրա համար ամենաճիշտը մնալ ներսում, Հայրեք դուրս երեխեք ջան, ինձ հայր տեսել եք ամբողջ ձմեր,
Տիկների ծրվորոցը։ Ժողովուրդ ջան։ Օ, էսի ցուրտ է, ջակետ հագնեմ։ Ուրեմն, նստած էի, ճիշտ ասած, ասեցի մտնեմ տեսնեմ ժամանակ չէի ունեցել, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Ձեր կներեք հարցերին չէ, ձեր մեսաժներին պատասխանեմ, որովհետև ես դա անպայման անում եմ, անգամ այն շատ զբաղվածության պատճառով, կամերաս մի քիչ բան այդ ծուր ա եղել, մի վայրկյան ներող, ու ես ինչ քամի դուրս եկավ երեխեք։ Այսինքն ավելի լավ է։ Մեկ էլ տեսնեմ, մեկ մեսաժ ա ուղարկի, պարզվում ա, Տիկին ջան, դուք արդեն 3-4 անգամ ինչ-որ հարց եք ինձ տվել, հետո նայեցի, ասեցի, իսկ ինը առաջին անգամ եմ տեսնում, եւ դուք հարց եք տվել, առաջինը, այդ աղջիկը ձեր հարցն է, ձեր տղեն ձեր հետ չի ապրում, եւ հետո չէի տեսել ճիշտ ասած, երևի չգիտեմ ինչու չեմ տեսել, եւ հետո ընկա այն մեսաժի վրա, որ գրել էր Պիտի սա բարձրաձայնեմ, որովհետև շատերդ ասում եք Անայի ջան, Տիկին Անայի ձեր բլոգները ուսուցողական են եւ ես դրա համար շատ ուրախ եմ։ Գրել էիք մենակ ձեր տղեն ձեր հետ չի ապրում, մինուճար տղա ու ծնողների հետ չի ապրում, դա նորմալ երևույթ չի։ Ես պատասխանեցի ձեզ Տիկին, գրեցի Տիկին, սիրելի Տիկին, երեխաները մեր կալանավորները չեն, երեխաներն ազատ են անեն այն, ինչ իրենց դա ձեռ է տալիս, առաջին, և գրեցի ոչ երնեք ձեր երեխաներին, հիմա աստեմ այդ հարցի շուրջը, ուրեմն Տիկին ջան, ես չգիտեմ թե դուք որ դարում եք ապրում, կամ որ մասում եք ապրում, կամ ձեր դաստիարակությունը ինչպես է, մի քիչ զարգացեք էլի, մի քիչ առաջ գնացեք, այսօր երեք համաշխարհային երրորդ պատերազմը սկսեց, ու դեռ դուք մտածում եք այն ինչ ասեմ, այն հին ասիական, այն հին են, ինչ ասեմ, այն հետամնաց ցեղերի նման, անհարմար չեք զգում դուք մեր հայ ազգի անունից ինչ ասեմ, տգետ բաներ եք գրում, ես անհարմար եմ զգում, որ հիմա ես ինչ-որ մեկը կարդա, ինչ-որ օտար երկրացի, թարգմանի, ասի սրանք կարող է պատահեն, չեմ ուզում ասեմ, են մեր թշնամի ազգերից են հետամնաց, սիրելի Տիկին, նախ դա ամեն մեկի գործն է, ասեմ ձեզ, որ շատերը կան, որ շատ սիրում են բլոգներ նայել, սա էլ ասեմ, շատ սիրում են հետաքրքրասիրությամբ ամեն ինչ ասեն ծակուծուկը նայեն, տեսնեն թե ով որտեղ ինչ, սա Սերժի տոնդոզն է անում, ասեց արի նկարի, բայց ունես ցուրտա չգնացին։ Բայց նաև քննադատում են, որ մենք չենք անի, չեմ հասկանում թե ինչ են բլոգ դրել եւ բլոգ ենք դրել, որ ձեր նմաններին դաստիարակենք։ Դա բլոգեր լինելու համար, սիրելիներս, պետք է խոսել իմանաք։ Բլոգերը դա հավասար է, ինչ ասեմ, ժուրնալիստիկայի, դերասան չէ, ժուրնալիստի։ Եթե դուք ոչինչ չգիտեք խոսալ անգամ երկու բառ, ձեր համար իհարկե անհասկանալի կլինի, թե ինչու են բլոգերները բլոգ դնում։ Հիմա ասենք ձեզ Տիկին, երեխեք ջան, մի քիչ գիտեք բարկությունս դրա համար չէ, այդ գինեի ձև ա մտածում, ուղղակի ցավս տալիս ա, որ դեռ այդ տիպի մարդիկ կան, չեմ կարծում, որ դուք Տիկին կլինեք մոտ մի 100 տարեկան, որ պապենական ժամանակներից այդ ադատներն ա եղել, որ մինուճար տղեն պիտի ապրի մորետ, այդ երեխեն, ընկել որ մինուճար ա, այդ երեխեն ինձ հարցրել էր, որ ես իրան մինուճար եմ բերել, այդ երեխեն պիտի պատասխան տա նրա համար, որ ես չեմ կարողացել երկրորդին ունենամ, սիրելի Տիկին, ուզում եք լինեք ունենաք մինուճար, տասնաճար, 20-30 երեխա, մեկա դուք էլի մենակ եք, իմացեք ձեր կարճ ուղեղով, մարդը միշտ էլ մենակ է, եկավ երեխեք ջան։ Արի, գնա, համերնեմ այդ գալիս եմ հեսա, ժողովուրդ ջան, տեսեք Սուսան ջան, մի հատ շուր արի, տեսեք ով ա եկե, հիշում եք Սուսանին, լեննական, ուղիղ մայրիկի տունը, ուղիղ էր, նկարները, վիդեոներով տեսել եմ,
30 տարի անց, 35 տարի, իրա դվայորնի քույրսին։ Սեցի, ես մի մեստեղ կեշտամ, որ բեշները ծաղկել է։ Հիվանդ ես։ Երեխեք ջան, քանի տարի, 35 տարի անց իրանք հանդիպեցին Ֆրանսիայում։ Հազարավոր կիլոմետրներ մեջտեղից։ Ավելի սարկոս, պատճառ եղավ, խմենք պատճառ եղնողի Երեխեք ջան, հեսա, այո, քանի տարի, 30-35 տարի կլինի, չէ։ 35 տարի երեխեք ջան։ Ու հանդիպում են ստեղ։ Թու, կսմտե, շատ թարմ ես։ չեմ փոխվել։ Այո, շատ թարմ, արույթ, թու, աստված։ Սուսան, դու ինչ ես փոխվել, հետ չխոսար։ Մանավանդ որ մեքենայիցդ իջար թռար եկա ջիպիցդ։ Ասեմ մանաս տղես, 70 տարեկանում ես նոր պրավա եմ։ Բա։ Էդի պիտի մամային ասացել էր, որտեղ ինքը կարծում որ շատ ուշ էին դեր համար։ Չէ։ Ռաֆիկի թոշակի գնա, դեր գործի տանող բերո։ Այսօր պարավ, չէ՞, այսօր ոտով գնա, այսօր իա։ Գնացի պարավ։ Ավտորը ձերքի ծառայած է գնա կումասի։ Այն օրը գիտես, Սուսան, այն օրը չէ մամիչ ասեց, Սուսանին ասի մամ ջան ասեցի, точно քո դու ես ասեցի, Սուսանը դու ես։ Որոշում եւ անում։ Էսա, էտա։ Նեմ արևիտ, սենյակը։ Ասիկը ես եմ դու ես։ Այս տարիքին ես Ժողովուրդն են ուրախ եմ ուրախություն։ Սուսան ջան, սա քո սենյակն է, մերնեմ արևիտ։ Հյուրանոց տեսի քո սենյակը, հա։ Եկեք մեր։ Գիտես ինչ է, Սուսան, պարզ տուն սարքեցի, որովհետև իմ պրոբլեմ ունեմ ծնկերի։ Ես այն գլխից ասեցի Սերժ, ես սպորտսմեն եմ եղել, ես պրոբլեմ կունենամ։ Մի հարկի վրա ոչ մի աստիճան չլինի ու շատ ճիշտ արեցի։ Նո։ Իրեք հարկանի, ես էլ չեմ հասկանում։ Հիմա մենք մենակ, այսօր մեկը գրել էր, չհասկացա, մինուճար տղա ունես ու ձեր հետ չի ապրում, ասես մատս ծնկի ասի, գիտության, տեսնում եք ժողովուրդը։ Բայց երեխեքը կալանավոր են, Սուսան։ Լսեք, տիկին քնարիք, լսեք, հա, ինչ անես, ջոգում ես, ուրեմն մենք դժբախտ ենք։ Իմ ընտանիքիս անդամն է, Այո։ իմ երեխես է։ Նստեք ընդեղ։ Ապրես։ Որ երեխեն չի։ Ես սпасել եմ, երբ դե երեխեն դառնա 10-15 տարեկան, հետը խոտ հնձի, հետը անասուբայի, կերը տա, թիգուն կեղնի։ Ու դե իրաց ամրելակերպը դա ուրիշ բան չկար։ Հիմա աշխարհում ինչ չկա, բացի դրանից։ Լավ ասի։ Ինչի երեխեն մենակ Սպասի այդ բանը փայտիկը բերեն։ Այս էլ իմ խոհանոցն է, Սուսան ջան։ Ահա, ցավը տանեմ։ Ամեն ինչ տեսել եմ։ Բանը այդ փետ եմ ջարդում, հելա որ գնացի կամերայով նկարում, անենց մրսեցի թափով հետ եք ասի, Սերժ կներես ես շատ։ Ձվի չի գնացել։ Չէ, կպետի։ Ահա, գնացինք ման ջան, եկեք գնանք, Սուս ջան կոֆե դնեմ, ցավը տանեմ։ Հա։ Ահա սիրելիներս թե ով է եկել եւ ում էինք սպասում։ Իմ սիրելի մայրիկիս Զարմուհին, դվայորնի քույր, այսպես կարող եմ ասել, մորքուրի երեխաներ են իրենք։ Գիտեք, այնքան հուզիչ էր այս հանդիպումը, 35 տարի իրանք իրար չէին տեսել։ Շատ հուզիչ էր բոլորիս համար։ Երկար զրուցեցին իրար հետ, խոսացին, հիշեցին։ Եվ ամենակարևորը գիտեք, որ ուրախ եմ, որ Սուսաննան կարողացավ գալ Եվրոպա իր տղայի մոտ եւ առիթ ունեցանք, որ գա մայրիկին տեսնի, դա շատ կարևոր է մայրիկի համար։ Ես ուրախ եմ եւ գիտեք ինչ, հուզմունքս չեմ կարողանում թաքցնել, բայց ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել. եղեք բարի, սիրեք մեկդ մեկիդ, երբեք չչարանաք մեկդ մեկիդ, անգամ եթե կա խռովություն ձեր ընտանիքներում, կա անախորժություն, հարթեք թող գնա սիրելիներս, այս կյանքը կարճ է, շատ կարճ է, մեծանում ենք եւ հիշում ենք միայն լավը, եկեք այդպես ապրենք ու դուք կտեսնեք այնքան հեշտ կլինի այս կյանքը, արդեն աշխարհը խառնվել է իրար, դե ինչ սիրելիներս, ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, ցանկանում եմ բոլորիս առողջություն եւ համբուրում եմ ձեզ ջերմ
Եվ ինչպես միշտ, եկեք ասենք պակա-պակա։